Բարերեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտգործնախարարությանը փոխանցել է, որ Հայաստանը ընդունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի արտգործնախարարությունը հաստատում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Այսպիսով խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ, ասվում է հայտարարության տեքստում։ Ֆերմերային տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար Հայաստանի կառավարությունը, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ռիսկերի մեղման ծրագրեր կիրականացնի։ Այս եւ կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին տեսանյութում։ Ֆերմերային տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար կառավարությունն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի իր վրա կվերցնի ռիսկերի մեղման զգալի մասը, քանի որ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վերահապահովագրական կազմակերպությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ է ունեցել եւ դուրս է եկել հայկական շուկայից։ Եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200%-ը, ապա կառավարությունը այդ բեռը կվերցնի իր վրա լրացուցիչ մասը, փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Ապահովագրական ընկերություններից զատ նախագծով մեծ աջակցություն կառաջարկվի նաև գյուղացիական տնտեսություններին։ Եթե նախկինում ապահովագրավճարի 50-ից 60%-ն էր փոխհատուցվում, հիմա առաջարկվում է 70-ից 80% սուբսիդավորում։ Վերջին 2 տարում իրականացվող գործընթացները, սա շատ կարևոր է եւ ուզում եմ հատկանշականացնեմ, սրանք ժամանակավոր լուծումներ են եւ կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնել, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերվում, այլ նաև զուգահեռ ենթակառուցվածքների։ Այս տարի կապահովագրվեն Ծիրանը եւ Խաղողը, իսկ Ցորենի, Գարու, Վարսակի դեպքում հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը։ Ընդհանուր առմամբ 2025-ին 4 ռիսկերից գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն եւ հրդեհ կապահովագրվի 13 մշակաբույս՝ Ծիրան, Խաղող, Դեղս, Կարտոֆիլ, Սալոր, Խնձոր, Բալ, Կեռաս, Ձմերուկ, Սեղտ, Ցորեն, Գարի եւ Վարսակ։ Վարչապետը հարկ համարեց այս համատեքստում խոսել գյուղացիական ապահովագրավճարներից օգտվող անբարեխիղճ տնտեսվարողներից։ Որոշակի չարաշահումներ չասեմ, բայց ինչ որ բանաձևեր են գտնվում, որի արդյունքում, եթե ճիշտ է այս տեղեկատվությունը, որի արդյունքում ստացվում է, որ մեխանիզմը ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել բերք ստանալն է նպատակը, այլ հողը ապահովագրել, ապահովագրական վճար ստանալն է նպատակը։ Փաշինյանը հավելեց, հիմա կառավարությունը փորձում է գյուղապահովագրական համակարգը Հայաստանի Հանրապետությունում փրկել, ինչու, որովհետև ըստ նրա այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ գործընթացների։ Երբ որ պարոն Պապոյանը նշած սարքավորումները մենք ձեռք բերենք,
արդեն մենք էլ թաքուն տեղերը կարկուտների կիմանանք եւ այդ պարագայում ապահովագրության վճարների չափը կամ կփոխվի կամ այնտեղ չի ապահովագրվի ընդհանրապես, որովհետեւ կասենք այդտեղ պետքա լինի հակակարկտային ցանց, վերջ, ուրիշ գործիք այդտեղ չկա։ Համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը պետական բյուջեից 916 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծն էլ ներկայացրեց նախարար Դավիթ Խուդակյանը։ Առաջարկում է համաֆինանսավորել 12 համայնքների թվով 14 ծրագիր։ Նիկոլ Փաշինյանը ավանդույթը չխախտելով հերթով ներկայացրեց ֆինանսավորվող ծրագրերը, ապա եւ նախագիծն ընդունվեց։ Հաջորդ նախագիծը վերաբերում էր կառավարությանը ներկայացրած ազգային ժողովի Հայաստան խմբակցության առաջարկությունների մասին որոշմանը, համաձայն որի ֆինանսների նախարարի ձևակերպմամբ ակնկալվում է կասեցնել հարկման բեռի աճը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 26 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30%-ի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը։ Այնինչ նախարարի խոսքով մինչև 2021 թվականի հունվարի 1-ը անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվել կադաստրային արժեքները, որոնք եղել են խիստ թերագնահատված, եւ ոլորտի բարեփոխման նպատակը շուկայական արժեքի մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող համակարգին անցում կատարելն է եւ դրանով իսկ տեսանելի հարստությունը եւ ունեցվածքին համարժեք հարկում ապահովելը։ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ որոշման նախագիծն ընդունելի չէ։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. պետբյուջեն անշարժ գույքի հարկի գումարից 0 եկամուտ է ստանում եւ այդ հարկվող գումարները ստանում են համայնքները։ Դրա արդյունքում է, որ 2019-ից համայնքային բյուջեներն ավելացել են։ Եվ հետեւաբար ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլար չի, մենք այս որոշումը կայացնենք, մենք պինդ կանգնելու ենք այս որոշման վրա, պինդ կանգնելու ենք այս որոշման վրա։ Կներեք, այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, բացարձակապես ոչ մի կոմպրոմիս, որովհետեւ մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, ստիպում ենք, որ համայնքը ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա։ Ստիպում ենք եւ իհարկե մյուս կողմից էլ սուբվենցիաներով ֆինանսավորում ենք։ Մյուս կողմից էլ դոտացիաներով համայնքին 30 տարի է մենք խոսում ենք տեղական ինքնակառավարման մարմին ինստիտուտը պետք է ուժեղացնել։ Ոնց են ուժեղացնում։ Կենացով սենց են ուժեղացնում։ Վարչապետն ասաց, որ ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում եւ իրենք դրանից նույնիսկ տեղյակ չեն լինում։ Ուստի պետք է շատ հրատապ որոշումներ կայացնել։ Խոսվեց նաեւ աճուրդների անցկացման գործընթացից։ Ըստ գլխավոր դատախազի, այդ մասով պետք է փոփոխություն անել եւ ռեալ ապահովել հանրայնությունը։ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում մարզպետներին հանձնարարեց ընթացքի մեջ գտնվող ինչքան աճուրդ կա, բոլորը հատատ նայել եւ կասեցնել։ Իսկ որոշման նախագծին կառավարությունը տվեց բացասական եզրակացություն։ Տիգրան Հուակիմյան, Հորիզոն։ Բաքվում պահվող հայ գերիների հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում, եվրոպացի падգամավորները Ադրբեջանում տեղի ունեցող դատավարությունները համարում են ապօրինի եւ կեղծ ու պահանջում են Բաքվից նրանց անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել։ Այս մասին եվրախորհրդարանականները նաեւ բանաձև են ներկայացրել։ Եվրոպական ամբիոնին առաջինը Հայաստանի հարցերով վշտական զեկուցող եւ հայ գերիների մասին բանաձևի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն է մոտենում։ Սլովակիան ներկայացնող падգամավորը նախ արձանագրում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունները կեղծ են, իսկ գերիները անմարդկային պայմաններում են, ինչն ըստ նրա ցույց է տալիս Ալիևի իրական դեմքը, ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։ Մինչ Եվրամիությունը ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին եւ ծախողել տարածաշրջանային խաղաղության ուղղված ջանքերը։ Ներկայիս աշխարհակաղակական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին եւ խրախուսել Ալիևի գործողությունները, ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Միթե մենք դասեր չենք քաղել, ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ եւ գործել ըստ մեր արժեքների եւ սկզբունքներին։ Եվրոպացի падգամավորը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Բաքվում պահվող հայերի կեղծ դատավարություններում ներգրավված ադրբեջանցի դատախազների եւ դատավորների նկատմամբ։ Ըստ նրա պետք է համոզվեն, որ Ադրբեջանի հետ հետագա ցանկացած համագործակցություն հիմնված կլինի բոլոր պահվող անձանց ազատ արձակման եւ խաղաղության համաձայնագիր կնքելու Բաքվի պատրաստակամության վրա։ Ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ է անում նաեւ Ռումինիան ներկայացնող падգամավոր Վասիլե Դինչուն։ Տարածաշրջանում ռազմական վիճակը հաշվի առնելով նա հորդորում է անհապաղ գործել ու ապագա ողբերգությունը կանխելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկել։
Մենք ցանկանում ենք լինել այս դատավարությունների մասը եւ աջակցել այն հնարավոր պատժամիջոցներին, որոնք կուղղվեն ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք կատարում են դատական բռնություններ։ Դատական այդ գործընթացները բանաձևի համահեղինակ Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն համեմատում է ստալինյան դատավարությունների հետ։ Ըստ ֆրանսիացի падգամավորի գերիների միակ մեղքը հայ լինելն է։ Լուազոն խոսքն ուղղելով Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ափսոսանք է հայտնում, որ նա հերթական անգամ ներկա չէ լիագումար նիստին եւ չի լսում իրենց։ Նա հորդորում է Եվրամիության բարձր ներկայացուցչին գնալ եւ տեսնել Հայաստանը։ Դուք կտեսնեք մի երկիր, որը ցանկանում է խաղաղություն, երազում է Եվրոպայի մասին, որի հարևանությամբ Ադրբեջանն է, որը շարունակում է սպառնալ եւ հանդիսանում է Ռուսաստանի ամենամեծ դաշնակիցներից մեկը։ Հուսով եմ, որ հաշվի կառնեք նաեւ, որ Ադրբեջանը թշնամական միջամտության քաղաքականություն է վարում Ֆրանսիայի նկատմամբ եւ դա չի կարող անարձագանք մնալ։ Ֆրանսիան ներկայացնող մեկ այլ падգամավոր Մարինա Մեզուրն էլ հիշեցնում է, որ 2023 թվականին Եվրոպան չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանին եւ այսօր ըստ նրա պետք է գործի Ադրբեջանի կողմից պահվող հայերի ազատ արձակման համար։ Նրանք պահվում եւ խոշտանգվում են, սակայն նրանց միակ հանցանքը իրենց ժողովրդին, իրենց հողն ու իրավունքները պաշտպանելն է։ Եթե մենք ոչինչ չանենք, ուղերձ կհղենք Ալիևին, որ կարող է անպատիժ շարունակել այն, ինչ անում է Հայաստանի դեմ։ Լռությունն այլևս ընդունելի չէ։ Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք, որ Հայաստանը միայնակ չէ։ Ադրբեջանը կանգնած է մարդու իրավունքների խոր ճգնաժամի առաջ, այս մասին էլ պորտուգալացի падգամավորն է արձանագրում։ Կատարինա Վիերայի խոսքով Ադրբեջանի կառավարությունը խիստ սահմանափակումներ է մտցրել արտահայտվելու հավաքների եւ միավորումների ազատության համար, ինչպես նաեւ իրավապահ համակարգը զենք է դարձրել իր քննադատների դեմ։ Նա դրական է գնահատում Եվրամիության խորհրդարանի հետևողական անդրադարձը, բայց եւ արձանագրում է. Եվրախորհրդարանը կարծես Եվրամիության միակ ինստիտուտն է, որ անում է դա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես եւ զոհաբերենք մեր արժեքները տնտեսական եւ էներգետիկ շահերին։ Սա ոչ միայն կեղծավորություն է, այլև կախվածություն է առաջացնում մեզ խոցելի դարձնելով շանտաժի համար։ Մենք դասեր չենք քաղել Ռուսաստանից նախկինում ունեցած մեր կախվածությունից։ Ժամանակն է, որ մարդու իրավունքները գերադասենք էժան նավթից եւ գազից։ Եվրոպային կոչով է դիմում նաև լեհ падգամավորը Մալգոժատա Գոսևսկան հայտարարում է անպագորգոր ելույթների ու ծափերի ժամանակը չէ, պահանջելով կոշտ քայլեր իրական խնդրի լուծման համար, ինչպիսին Կովկասում իրավիճակն է։ Իսկ իսպանացի падգամավոր Պերնանդո Բարենան դիմում է քննարկմանը ներկա Եվրահանձնակատարին հարցնելով. արդյոք Եվրամիության հանձնաժողովը պատրաստ է Հայաստան ներխուժման դեպքում Ալիևի դեմ կիրառել նույն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Պուտինի դեմ Ուկրաինան ներխուժելուց հետո։ Падգամավորի այս հարցը սակայն այդպես էլ անպատասխան է մնում։ Քննարկումը եզրափակող էներգետիկայի հարցերով Եվրահանձնակատար Դան Յորգենսենն ի տարբերություն падգամավորների կոշտ ռետորաբանության ավելի մեղմ ելույթ է ունենում, առանց որակումների։ Նա անգամ գերիներին ազատ արձակելու կոչով չի դիմում Ադրբեջանին։ Մենք տեղյակ ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել մեղադրյալների նկատմամբ դատավարությունների արդարության եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված։ Ձեզանից շատերն էլ այսօր նման մտահոգություններ հայտնեցին այստեղ։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մտահոգություններին եւ ուշադիր հետեւում ենք զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է ապահովվի եւ հարգվի։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այդ հարցերին եւ իրենց մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին։ Յորգենսենի խոսքով Եվրամիության հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարգումն է։ Եվրամիությունը կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են պատշաճ գործընթացի եւ արդար դատավարության իրավունքները։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները Ադրբեջանին կոչ անելու կալանավորների համար ապահովել արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ եւ անաչառ հետաքննվեն։ Եվրահանձնակատարը դարձյալ հիշեցնում է Եվրամիության կոչն ուղված թե Ադրբեջանին եւ թե Հայաստանին հիմնվել ձեռքբերումների վրա եւ շարունակել առաջընթաց գրանցել հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին։ Յորգենսենի խոսքով կարևոր է, որ երկու երկրների կառավարություններն էլ իրենց հասարակություններին տանեն այդ ճանապարհով։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Եվրախորհրդարանը այսօր Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալում եւ նրանց դեմ շինծու դատավարությունները
թեմայով բանաձևը ընդունել է, այդ բանաձևով եվրոպացի падգամավորները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքը եւ պահանջում նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, բանաձևի վերջնական տեսքը նախագծից տարբերվում է։ Մինչ այդ ասեմ, որ չափազանց կարևոր է, որ շատ մեծ տարբերությամբ է ընդունվել բանաձևը 464 կողմ 115 դեմ 39 ձեռնպահ եւ Եվրախորհրդանի բոլոր խմբակցությունների անդամները կան կողմ քվեարկածների թվում, թե կոնկրետ որ երկրների պատվիրակներն են դեմ քվեարկել առայժմ հայտնի չէ, կփորձեմ վաղը պարզել, բայց դեմ քվեարկածների թվում գիտեմ, որ կան Ալբանիայի, Հունգարիայի, Ռումինիայի ներկայացուցիչներ, առայժմ չգիտեմ ողջ կազմով թե մասամբ։ Մի քանի կարևոր հանգամանք կա այդ բովանդակության տեքստում։ Նախ իրադարձությունները, որոնք հետևել էին Ադրբեջանի Արցախ ներխուժումից հետո գնահատվում են որպես էթնիկ զտում։ Ինքը դատավարությունը հայ գերիների հանդեպ որակվում է որպես կեղծ եւ շինցու։ Ամբաստանյալի աթոռին նստած մեր հայրենակիցները անվանվում են պատանդ, հաստատվում է այն, որ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերում են հենց են ցուցաբերում Ադրբեջանի իշխանությունները եւ այդ թվում նաեւ օգտագործում են փսիխոակտիվ մեթոդներ նրանց վրա հոգեբանորեն ազդելու համար։ Հաստատվում է այն, որ նրանք անկախ փաստաբաններ իրավունքից զրկված են, որ չեն կարողանում հանդիպել ընտանիքի անդամների հետ եւ որ որոշումները, դատավորի որոշումները բողոքարկելու ցանկացած փորձ կանխվում է եւ որևէ հետևանք չի ունենում։ Նաեւ մտահոգություն են հայտնում եվրոպադգամավորները այն կապակցությամբ, որ Ադրբեջանի իշխանությունները արդեն կայացրել են ըստ էության Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը փակվելու է, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակները եւ գործակալությունները, ինչը ել ավելի կբարդացնի այդ ամբաստանյալներին աջակցության ցուցաբերումը։ Այդ նպատակով կոչ են առնում Եվրամիության անդամ պետությունների դեսպանություններին ավելի ակտիվ դիրքորոշում ցուցաբերել, որպեսզի դիվանագետները ներկայանան դատական նիստին, հանդիպեն գերիներին եւ այլ ձևի մասնակցություն եւս ցուցաբերեն, մասնավորապես նաեւ կոչ է արվում Եվրամիության փոխնախագահին եւ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնարարականին, հատուկ ներկայացուցչին մեկնել Բաքու եւ հանդիպել հայ պատանդների հետ։ Կարևոր է, որ հստակ կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել հայերի եւ այլ քաղբանտարկյալների իրավունքները ոտնահարած ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ կոնկրետ դրանցից 3-ի անունները հիշատակվում են։ Խոսքը դատախազներ Ջամալ Ռամազանովի եւ Անար Ռզաևի, ովքեր հենց հայ գերիների հարցերում են հանդես գալիս որպես մեղադրող, եւ Զեյնալ Աղաևի, նա դատավորն է 15 հայ ռազմագերիներին եւ Ռուբեն Վարդանյանի 2 գործերով դատավարությունն է նավարում։ Կոչ է արվում միջազգային քրեական դատարանին հետևողականություն ցուցաբերել եւ հետաքննել Արցախում հայաթափման եւ էթնիկ զտման հանգամանքները, դա իհարկե իրատեսական չի լինի, եթե Հայաստանը հաստատի այն, որ համաձայնվում է Ադրբեջանի պահանջին եւ ետ է կանչում Ադրբեջանի դեմ իր ունեցած բոլոր հայցերը եւ ի վերջո կոչ է անվում Եվրահանձնաժողովին, այսինքն չեղարկել Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին մեմորանդումը, որը 22 թվականին էր ստորագրվել, եւ նմանատիպ նոր փաստաթղթերի ստորագրումը շատ հստակ պայմանավորել հայ ռազմագերիների եւ այլ քաղբանտարկյալների վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումներով։ Իհարկե գիտակցում ենք, որ Ադրբեջանը անտեսելու է եվրախորհրդարանականների բոլոր այս պահանջները, իսկ եվրոպացի պաշտոնյաները հազիվ թե կարողանան իրենց ուղղված կոչը իրականացնել։ Այնուամենայնիվ Եվրախորհրդարանի այս որոշումը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ անուղղակի ճնշում է գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա։ Իսկ Բաքուն ինչպես է արձագանքել արդյոք։ Պաշտոնական որևէ արձագանք առայժմ չկա, հետաքրքիր է, որ Բաքվի մամուլը ընդհանրապես չի հիշատակում այն մասին, որ Եվրախորհրդարանը նման որոշում է ընդունել։
Մամուլում կան տեղեկություններ այն մասին, որ Եվրախորհրդանում քննարկումներ են կայացել, բայց կայացված որոշման եւ այդ բանաձևի բովանդակության մասին ոչ մի խոսք չկա։ Միգուցե խոսեն այն բանից հետո, երբ արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես կգա կամ եթե հայտարարությամբ հանդես կգա։ Առայժմ անուղղակիորեն միայն անդրադարձել է նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը, ով ասել է, որ Հայաստանը անիմաստ արշավ է սկսել Ադրբեջանում հայերի դեմ այդ դատավարության դեմ եւ որ այդ արշավին օգնում են նաեւ հայերի հովանավորները տարբեր երկրներում։ Նա ասել է, որ այդ ամբաստանյալներին գերի կամ բանտարկյա կամ պատանդ անվանելը անթույլատրելի է եւ սխալ։ Իլհամ Ալիևը նույնպես անդրադարձել է շատ անուղղակի կերպով, այսօր նա ասել է մեջբերեմ նրա խոսքերը. Հայաստանի նոր առաջնորդները հիմա Բրյուսելում են նստած։ Հիմա հայերի ավակ եղբայրը Բրյուսելն է, ասել է մի մարդ, ում ավակ եղբայրը Անկարայում է։ Շնորհակալություն Արցախ։ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլ։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա 2 ձայնային ուղերձ է փոխանցել։ Մեկը հրապարակվել է այսօր, մյուսը նախընտրել է հրապարակել կիրակի։ Նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշել է, որ հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության եւ ընդհանուր իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր, որով նա ցույց տվեց, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ եւ ապրել Արցախում։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կվերադառնանք կարճ դադարից հետո։